Ձմեռվա մոխրագույն մռայլության մեջ կորած մրգաշենի գույները խտացնում են գյուղամիջում հավաքված գյուղացիների անորոշ ու հոգսաշատ հայացքները։ Զրույցի թեման մեկն է՝ փակել բանկերին կուտակված պարտքերը։ Մարդ չկա, որ վարկ չունեն։ Բոլորն ունեն։ 98%-ը վարկ ունեն, վարկերի տակ են էլ։ Մեկը վերցնում են, մեկը փակում են, այդ տոկոսների բաննա, որ տուժվում են մարդիկ։ Այդպես 18 տարի է երևել, 18 տարի է վարկերի մեջ են ժողովում։ Եղածը օրվա վրա թանկանում է։ Օրվա վրա, ժամա վրա։ Մարդիկ ելեք այդ մեր գյուղեն 80%-ը երևակայ ցախ չունե, վառելիք չունե։ Մրգաշատ գյուղից։ Մրգաշենցիները երկմտում են, գյուղատնտեսական վարկերը օգնություն են, թե փորձան գյուղացու գլխին։ Թվարկում են բարձր տոկոսներն ու կարճամկետները, կարկուտը, ցուրտը, իրենց տանջանքն ու քրտինքը, պարտքերը, որոնց վերջը չեն էլ տեսնում։ 6400 բնակիչ ունեցող Արմավիրի մարզի այս գյուղի 95%-ը վարկառու է։ Վերցնում ենք 1,5 միլիոն, 2 միլիոն խոսքի։ Կարկուտը գալիս է ցրտահարություն, ես ունեմ այգի, ցրտահարվավ, կարկուտը խփես տարավ, ինձ 50,000 փոխհատուցում տվեցին։ Ես այդ տարվա տոկոսը չկարծա տայի, մայր գումարից, որ 800,000 պետքա տայի։ Ստիպված գնացին նորից ուրիշից տոկոսով, 10%-ով, 20%-ով վերցնում, տանում տալիս։ Այդպես ժողովուրդը խորտակվել են այս վարկերի մեջ։ Ասում են այս գյուղում 95% օրինակ վարկեր։ 98% է ես կասեի։ Բոլորն ունեն։ Բոլորը, այդպես մարդ չկա։ Ու վերադարձելությունը վատ վիճակում։ Դե մարդիկ ստիպված, կեսը մի քանի հոգի կան, որ չեն կարեցել։ Հիմա կոնկրետ հենց հիմա չեն կարող տալ։ Ովքեր որ իրանց հովանավոր են կանգնել, նրանք են ստիպված հավաքում են, թե հիմա չգիտենք վերջը։ Հենց հիմա դադարեցված է մեր գյուղի վարկը, վարկ տալը, հենց հիմա չեն տալիս մեր գյուղին։ Ունենք տարբեր կազմակերպություններից վարկային բանկերից ունենք, ես կոնկրետ Էկլոֆից ինչ միացնի գյուղում շատ։ Եթե գյուղապետարանի աշխատողը 4-ը վարկ ունի, էլ ինչի մասին է խոսքը։ Ագբայից ունեմ 1,100,000, դե ունենք վարկեր, Արեգակից կա, Կամուրջ ունիվերսալ վարկային կազմակերպություն կա Երևանում, դրանից դե ունենք գյուղացի, չկա այդ ծվի գյուղացի, որ մի 3, 4, 5, 6 բանկից վերստած չլինի։ Շատ կան Կամուրջից վերցնողներ, Արեգակից վերցնողներ։ Հորիզոնով փակում են Կամրջի վարկը, Կամրջի վարկով Արեգակինը, Արեգակինով Ֆինկայինը։ Շղթայական ռեակցիան շարունակվում է։ Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը Ազատության հետ զրույցում նշում է. Համաշխարհային բանկը գրեթե $50 միլիոն է տրամադրել Հայաստանի գյուղատնտեսությանը։ Մինչդեռ արտոնյալ պայմաններով բանկերին տրված այդ վարկային միջոցները գյուղացուն հասել են բարձր տոկոսադրույքներով։ 10%-ով, 16%-ով, 15%-ով Որոնք վարկեր են տրամադրում գյուղացիներին։ Ուղղակի գյուղացու թալան է կարծել։ Որտեղ գյուղատնտեսության վարկերը լավագույն պետք է միջազգ եվրոպական փորձն ասեմ 5-ից 6% պետք է։ Մրգաշենցի Սերոբ Գևորգյանը լարում է հիշողությունը վերցրած վարկերի հերթականությունը թվարկելու համար։ Առաջինը 9 տարի առաջ էր, հետո նորերն են եղել 24%-ով, 18-ով, 14-ով։ Աշխատում է Մեծամորի ատոմակայանում։ Ստացած 70,000 դրամով փակում է ընդամենը վարկի ամսական տոկոսը։ Բոլոր գյուղացիական վարկերը միշտ էլ բարձր տոկոս է, պետք է մի քիչ մեղմացնել, որ գյուղացիքը կարողանային եւ փակել, եւ վերցնել, եւ ինչ-որ ընտանիք պահել, շատ բարձր է։ Ժամկետների առումով։ Ժամկետների առումով դե կա 2 տարով, կա 3 տարով, կա 1 տարով, բայց 2 տարի էլ վերցնում ես ամսական, ոնց լինի մի 50-ից 60,000 պետք է փակես, դե ասենք փակ, իբր աշխատում ենք, մի 70,000-ի չափ ասենք ստանում ենք ատոմակայանում, վայրն Գյուղացիները նշում են, ամեն մի բնական աղետից հետո առնվազն 2 տարի է հարկավոր լինում խելքի գալու համար։ Բնական է գյուղացին ինչ անի, որ կարողանա վարկ փակել։ Կարկուտի ժամանակվանից էր փակ։ Կարկուտի ժամանակը ժողովուրդը դեռ իմի չի եկել, խելքի չի եկել, որ կարողանա իրեն պարտքերը փակել։ Կարող ենք փակել, չեղավ, մենք ով ենք։ Մենք այլ եկամուտ չունենք։ Գյուղացիներից շատերը կուտակած պարտքերի պատճառով զրկվել են տներից, հողամասերից ու մեքենաներից։ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչ Հրանուշ Աղայանը նշում է. այս հարցում գյուղացուն որևէ արտոնյալ պայման չի տրվում։ Ինքն է միակ պատասխանատուն բանկի հետ կնքած պայմանագրի համար։ Գյուղատնտեսական վարկը դիտվում է որպես սովորական, սահմանով սովորական վարկ, ոչ սպառողական, որը կողմերի հարաբերություններով է կարգավորվում։ Դրա համար սահմանած որևէ
առանձին օրենք կամ որևէ ինքնիշխանական ակտ չկա, որը որ պաշտպանի գյուղացիների շահերը։ Գյուղացիներին չեն էլ հետաքրքրում օրենսդրական բացերը կամ իրավական կարգավորումները։ Գյուղում ամենակննարկվող թեման հիմա դրամի արժեզրկումն է։ Դոլարով եւ եվրոյով վերցրած վարկերը նրանց համար ավելի թանկ կարժենան։ Գյուղի խանութպան Թաթուլ Սողոմոնյանը էլեկտրական ջեռուցիչի մոտ ծառած ձեռքերը տաքացնելով ու խորը հոգոց հանելով ասում է. «Վարկ են վերցնում անգամ խանութի պարտքերը փակելու համար»։ Վարկ պետք է վերցնեմ կամ բանանը, որ բերեմ պարտքեր փակ։ Այս շիվար նստել են չենք իմանում ինչ անենք։ Որ օրերին են փակում թոշակի։ Թոշակի օրերին, մեկ էլ աշխատավարձի օրերին։ Որը կարա փակվի, որն էլ չէ, մնում է 2-3 ամիս։ Մարդը գալիս է հաց ուզում, հաց չտաս։ Հացը միշտ չտաս։ Ես ստիպված տալիս ես։